Շնորհակալություն, ընտրում եմ նստեք, շնորհակալություն, Աննա, ես չի մտածում, թե այդքան դաժան ես, հասկանում, նայեք, ես սիրուն դեմքի հետևում շատ դաժան ազնվորություն ես, մենք միացել ենք կոնվենցիային և չենք կարող խոշտանգման ենթարկել Նիկոլ Փաշինյանին, դա վատագույն սցենարը կրնեմ։ Հասկացա, չէ, հիմա դա էլ վերաբերում, դա էլ ուրիշ կարգի խոշտանգումա, ուրիշ կարգի հոդվածը։ Սիրելի ժողովուրդ, միջ այս հանդիպում մտածում էի, միգուցե սխալ ոչ ենք բռնել, մենք փորձում ենք ինչ-որ բովանդակություն բացել, ինչ-որ բան բացատրել, մտածեցի միգուցե ավելի ճիշտ է իստերիկանների մեջ մտնել, գորգորալ, հայհոյել, չգիտեմ, դուք արդեն պետք է խորհրդակ, թե մեր ճիշտ, այսպես դիրքավորումը ինչպիսին է պետք է լինի։ Չարժը չենք կարա, չէ։ Չենք կարա։ Լավ, ուրեմն փորձեմ այդ դեպքում մի քիչ նաև բովանդակային հարցերից այսօր խոսալ։ Վերջերս մտածում եմ հետևյալի մասին, որ մենք որպես ժողովուրդ իսկապես ընդունակ ենք, թե ոչ մեր կոլեկտիվ հիշողությանը տեր կաղնել և մեր այդ կոլեկտիվ հիշողությունից դասեր քաղել։ Ինձ թվում է, թե պետք է կարողանանք, որովհետև ամեն մի անձ, ամեն մի մարդ առաջի հերթին սովորում է իր փորձից և կյանք այնպիսինն է, որ աննկատ բաներ անցնում են, մոռանում ես, բայց այն ամենը, ինչ փոխեց քո կյանքի ինչ-որ ճանապարհը, մեծ ուրախություն քեզ հաղորդեց, կամ հակառակը տխրություն, միշտ հիշվում է, մարդը հիշում է։ Հիմա հարցը առաջանում է, իսկ ազգը, ժողովուրդը հիշում է, թե ոչ։ Մենք հիշում ենք արդյոք, թե ինչ կատարվեց ընդամենը մի քանի տարի առաջ, 21 թվականի, 20 թվականի պատերազմից հետո։ Արդյոք մենք հիշում ենք, որ կորցրել ենք Արցախը, որ տվել ենք 5000-ից ավել զոհ, 12000 վիրավոր։ Հիշում ենք, թե չենք հիշում։ Ինձ թվում է, թե հիշում ենք։ Հիշում ենք, չէ։ Օրինակ ես վստահ եմ, որ 21 թվականի հունիսին հաստատ հիշում ենք, որովհետև ընդամենը 6 ամիս էր անցել, 6-7 ամիս այդ ամենից հետո։ Բայց այնուամենայնիվ հիշելով մարդիկ գնացին և քվեարկեցին Նիկոլ Փաշինյանի համար։ Եվ ոգևորեցին իրեն, ոգևորեցին Արցախը հանձնելու համար, ոգևորեցին հաջորդ քայլերի համար։ Հիմա սա կոլեկտիվ հիշողության դրսևորում է, թե ինչ է։ Ես անկեղծ ասեմ, մինչ այսօր ես դրա բացատրությունը չունեմ։ Ըստ էության ընտրողը հնարավորություն է տվել Փաշինյանին մեր գլխին բերել նոր ողբերգություն։ Փաստորեն քվեարկելով ասել է, ապրես, մենք պատրաստ ենք զրկանքների, շարունակիր։ Ըստ էության սա կատարվեց։ Իշխանությունը ընտրությունների ճանապարհով մանդատ է ստանում մեկ նպատակով, չէ՞։ Տալիս է խոստումներ և մանդատը այդ խոստումները կյանքի կոչելու համար է։ Ուրիշ նպատակ չկա, ընտրությունների ամբողջ իմաստն է դա։ Այսօրվա իշխանությունը այդ մանդատի վերաբերյալ ունի յուրահատուկ վերաբերմունք։ Ինքը չի կապում մանդատը տված խոստումների հետ։ Նիկոլ Փաշինյանը ստացել է մանդատ ոչ թե ժողովրդին տված խոստումները կատարելու համար, այլ ժողովրդի մանդատը ստացել է Ալիևին տված խոստումների համար։ Փաստորեն սա է։ Ուրիշ բացատրություն այս ամենը ուղղակի չունի։ Գիտեք,
մի արտահայտություն կա էս, ուղղակի միջև այստեղ գալը հիշեցի, այդ կզացած մարդը ավելի շատ ատում է ոչ թե նրան, ով իրեն կզացրել է, ատում է նրանց, ով չի կզացել։ Եվ դրա համար այդ մարդը ատում մինչև այսօր բոլոր պայքարող կերպարներին։ Բոլորին։ Սա մի բարդույթ է, որը խորը նստած է մարդու մեջ, ենթադրում են, որ իծն է, ուղղակի տեսակ է, եւ այդ տեսակը այսօր առաջնորդում է Հայաստանի Հանրապետությունը։ Խայտարակություն է։ Հիմա ինչ անել այս ամեն ինչի հետ։ Երևի գիտեք։ Նայեք, լկտիությունը հասել է, այդ կոչը հետո անելու է, լկտիությունը հասել է նրան, որ այսօր հարվածում է մեր ինքնությանը։ Ես չեմ հիշում Հայաստանի պատմության մեջ, որ որևէ մեկը համարձակվի խոսել ինքնության դեմ, խոսել եկեղեցու դեմ, ըստ էության ինչ է ինքնությունը։ Սա ինչ որ բաներ է, որոնց շնորհիվ սենց համակցված այդ ամենը մեզ հայ է դարձնում, որ մենք ասում ենք մենք հայ ենք, որովհետև պատկանում ենք հայ առաքելական եկեղեցու, որովհետև ծնվել ենք այստեղ, ապրում ենք այստեղ, Արարատն ենք տեսնում եւ այլ եւ այլ։ Հիմա սա է ինքնությունը։ Հիմա այ համբալ, ինչ ունես դրա հետ։ Ինչն է քեզ ստիպում, ամենայն լրջությամբ, ինչն է քեզ ստիպում, ուղղակի խիես ցավացնում քո քայլերով ամբողջ մի ժողովուրդ։ Ինչ ես ուզում ապացուցել։ Ում համար։ Ես փորձում եմ այդ տրամաբանական շղթան կառուցել, ասում եմ լավ, եթե մարդ գլուխ ունի, ենթադրվում է գլխի մեջ ուղիղ կա, ենթադրվում է այդ ուղը ինչ որ բիոքիմիայի, ինչ որ շնորհիվ աշխատում, ինչ որ մտածում, բան անում։ Իմ տպավորությունը, որ այստեղ ինչ որ պուլտ կա որևէ միտեղ եւ չիպ կա այդ գլխում եւ այդ պուլտը սենց կառավարվում է այդ գլուխը ինչ որ մի չիպով որևէ տեղից։ Հաստատ Հայաստանից չի։ Հիմա ռոբոտներ են չես արկում մարդու նման։ Հիմա այս մարդը իմ տպավորությունը ոնց որ Ալիևի տուզիկը դառած է։ Ուրեմն ինչ պիտի անենք մենք։ 7-ին համար 17-ին։ Ճիշտ է։ Կամ այդ գլուխը պիտի պուլտից անջատենք։ Կամ չէ, ուզում եմ ասել մարմնից մի ուրիշ բան անջատել, բայց լավ չեմ ասելու, վաղ ասելու են կոչեր անում։ Մի բան իմ համար հասկանալի է։ Չպետք է Հայաստանում լինի որևէ ղեկավար, որի գլխի ուղիղի պուլտը ուրիշ տեղ է։ Համամիտ եք։ Փորձեմ անդրադառնամ ևս երկու հարցերի, մեկը շատ են խոսում sense Եվրոմիության անդամակցության մասին, առիթից օգտվելով վերջերս դրա մասին քիչ են խոսում, փորձեմ ուղղակի մեր տեսակետը, նաև դաշինքի տեսակետը հայտնել եւ հետո մի քիչ խոսեմ Երևանի հարցերի մասին։ Ես չգիտեմ, որևէ մեկը հավատում է, որ Եվրոմիությունը գալու է Հարավային Կովկաս։ Դեմ շատ լավ կլինի որ գար։ Իրականում շատ լավ կլինի որ գար, բայց չի գալու։ Աշխարհագրությունն է այդպիսին է։
Աշխարհագրությունը դաժան երևույթ է, չես կարող փոխել։ Հիմա այդ քարտեզի վրա ինչ ուզում ես արա, ոնց ուզում ես պտտիր, գլոբուսը, չի փոխվում։ Տեսանելի ապագայում դա հնարավոր չի։ Հնարավոր է, թե Թուրքիան դառնա, Վրաստանը դառնա, դրանից հետո մի 20 տարի, 25 տարի հերթում կաղնես, եթե մինչ այդ Եվրոմիությունը այս տեսակով դեռ պահպանվի։ Սա է իրականությունը։ Սա մի սուտ է, որը սենց լավ բանի մեջ, սենց փաթեթավորված այդ հեքիաթը փորձում են ծախել մեր ժողովրդին։ Մի խաբվեք, ժողովուրդ ջան։ Բանկա չէ, ասում են աղվեսի խորամանկությունը ավելի շատ գալիս է հավի անխելքությունից։ Հիմա գոնե այդ բանաձևը մենք ուղղակի ընդունենք եւ հասկանանք։ Սա մի բան է, որով մեզ փորձում են կերակրել, բայց որը հեռանկար ուղղակի չունի։ Բայց ինչ հեռանկար մենք ունենք։ Երևի ով գնացել է Եվրոպա դուր է գալիս։ Բարեկեցիկ, լավ, սիրուն։ Մենք ինչ ենք ասում։ Մենք ասում ենք դարձրիր Հայաստանը եվրոպական երկիր։ Ով է քեզ խանգարում։ Չէ, իսկապես ով է խանգարում։ Եթե խոսքը բարեկեցության մասին է, ազատությունների մասին է, եթե խոսքը տնտեսական զարգացվածության մասին է, սարքենք։ Եվրոպայի երկու ամենից հարուստ երկրները Եվրոմիության անդամ չեն, Շվեյցարիա, Նորվեգիա։ Ամենից հարուստ երկրներն են, Եվրոմիության անդամ չեն։ Երբ ուզեն անդամակցեն, այս սենց են անելու 6 ամսում անդամակցելու են, որտեղ ավելի լավ վիճակում են բոլոր այդ արժեքային համակարգով տնտեսությունով, քան մյուսները։ Շատ ավելի բարձր են, քան Էստոնիա, Լատվիա, քան Բուլղարիա, Ռումինիա եւ այլ, նույնիսկ Գերմանիայից ավելի առաջ են։ Հիմա մենք ասում ենք Եվրոպան բերենք այստեղ։ Բարեփոխենք մեր երկիրը։ Արժեքային համակարգը բերենք եւ սարքենք այն երկիրը, որը երբ ուզի անդամակցի։ Բայց այսօր մի արեք քայլեր, որոնք մեր գլխին խնդրեմ են բերելու։ Փորձադաշ չենք։ Հարավային Կովկասը այլ ռեգիոն է։ Հարավում Իրան, հյուսիսում Ռուսաստան եւ այս աշխարհակաղակական լարված իրավիճակում սեփական ժողովրդի գլխին երրորդ անգամ փորձանք մի բերեք։ Համաձայն եք։ Իդեպ, երբ ասում ենք Եվրոպա, ճապոնացի, Հարավային Կորեա, Սինգապուր, ոչինչ բանով չեն զիջում, արդեն մի բանով էլ անցել են, և տեխնոլոգիապես, ամեն ինչով, և բարեկեցությամբ։ Ուրեմն, այս թեման ևս պարզ է և հասկանալի։ Մի քիչ Երևանի մասին։ Մենք տեսնում ենք Երևանի անվերահասկելի աճը։ Եվ այդ աճը ենթադրում է, որ իշխանությունը պետք է ավելի համակարգված